ստեղծարար կենտրոնում անցկացվեց UI/UX Design Battle-ը, որտեղ իրական ժամանակում մրցեցին դիզայներները եւ փորձեցին իրենց ուժերը UI/UX լուծումներ մշակելու գործում։ Battle-ին մասնակցելու համար հարկավոր էր պարզապես հայտ թողնել, որը բաց էր բոլոր հետաքրքրված դիզայներների համար։ Converse Bank-ը միացել է UI/UX Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր։ Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրոդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում։ Ապրիլին Converse Mobile նոր բջջային հավելվածի գործարկումից հետո բանկը շարունակում է ստանալ օգտատերերի արձագանքներն ու առաջարկները, վերլուծել դրանք, նրանց փորձառությունը հետագայում հավելվածի թարմացումներում օգտագործելու ավելի ֆունկցիոնալ եւ բարելավված ինտերֆեյս ստանալու նպատակով։ Մենք 300-ից ավելի նամակներ էինք ստացել, հիմնական էջի վրա այսպես բաներ էինք տեղադրել, որտեղ մարդիկ ազատ կարող էին իրենց կարծիքը արտահայտել հավելվածի մասին, ինչ-որ առաջարկներ ներկայացնել, եւ շատ հարցեր ունեին կապված հենց մեր թաբերից երկրորդ թաբի մասով, որտեղ ներկայացված են բանկային բոլոր գործարքները։ UI/UX Battle-ը այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է արդեն տեխնոլոգիական համայնքի մասնակցությամբ։ Դրա մասնակիցներին առաջադրվեց իրական բիզնես խնդիր, որը վերաբերում էր հավելվածի ամենակննարկված բաժիններից մեկին՝ Payments Transfer-ին։ Լսեցինք հետաքրքիր գաղափարներ, առնվազն 3-4 հետաքրքիր մտքեր կային նաև շատ գաղափարներ, որոնք համընկնում են հենց մեր առաջիկա անելիքների հետ, ուստի եւ շատ ուրախ ենք լսել, որ մենք համահունչ ենք շուկային եւ այն գաղափարն առաջնորդում ենք մեզ, որ անհատականացված բանկինգ տրամադրենք յուրաքանչյուր հաճախորդին։ Միջոցառումը գրավել էր տեխնոլոգիական համայնքի ուշադրությունը հատկապես այն պատճառով, որ մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել իրական ազդեցություն ունենալ գործող թվային արտադրանքի զարգացման վրա։ Լավագույն գաղափարները հաշվի կառնվեն հավելվածի հետագա թարմացումներում։ Առաջինն էր, որ մասնակցեցու իրականում շատ դրական տպավորություններ ունեմ ու առաջադրանքից էլ ինքը այնքանով էր լավ, որ մտածելու շատ տեղիք է տալիս։ Converse Bank-ի թվային պրոդուկտների գլխավոր մենեջեր Ստեփան Արզումանյանի խոսքով բանկի սպասելիքները արդարացան։ Մենք խնդիր ունեինք, այդ խնդիրն էինք բերել ստե, որ տեսնենք մասնագետների տարբեր կարծիքներ որոշում կայացնելու։ Ճիշտ է, չեղավ մի միասնական մասնակից ում լուծումը կվերցնենք, կդնենք, բայց լավ գաղափարներ տեսանք, որ կփորձենք մեր խնդիրը այդ նման ձևերով լուծել։ Converse Bank-ի ներկայացուցիչ մարքեթինգի բաժնի եւ մոբայլ բանկինգի կրոս-ֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնուցի խոսքով նպատակը դիզայներներին տեխնոլոգիական համայնքը Converse Bank-ի հավելվածի բարելավումներում ու թարմացումներում ներգրավելն էր, նրանց կարծիքը լսելը։ Երբ որ մեր թիմը ներկայացրեց ճանապարհային քարտեզը եւ ճանապարհային քարտեզի մեջ կային բազմաթիվ փուլեր, որտեղ պետք է ընդամենը հետազոտել, անալիտիկա անել, իրանք էլ հասկացան, տվեցին իրենց համաձայնությունը, որ մենք գնանք հենց այդ ճանապարհային քարտեզով։ Battle-ի կազմակերպիչ Skill Event մարքեթինգ ընկերության հաղորդակցության գծով տնօրեն Աննա Մանֆրեդի խոսքով UI/UX Design Battle-ը կազմակերպելիս գլխավոր հարցն այն էր, թե ինչ առաջադրանք են տալու battlistներին։ Converse Bank-ը համաձայնեց միանալ միջոցառմանը քննարկման ներկայացնել հավելվածը եւ Battle-ի մասնակիցներին տալ իրական առաջադրանք հիմնված օգտատերերի կարծիքների վրա։ Կարող էինք ստեղծել որևէ հորինված case, գրել դրա համար բոլոր կանոնները, գայդլայնները ու այդպես առաջադրանքը ուղղել, բայց այս անգամ մեր համար կարևոր խնդիր դրեցինք, որ բաթերիստներին կտանք իրական խնդիր, իրական case, իրական կյանքից վերցված։ Մրցակցությունը թեժ էր, բավականին երկար ժամանակ պահանջվեց հաղթողներին որոշելու համար։ Մրցանակային ֆոնդը 1 միլիոն դրամը բաշխվեց 4 մասնակցի միջև, իսկ բանկում վստահեցրեցին, որ բաց քննարկումները մասնագետների հետ շարունակվելու են։ Չի բացառվում, որ նման միջոցառումները եւս շարունակական կդառնան։